հավաքելու ստանում են, ասում են ջահել աղջիկ ես գնա աշխատել, էլ չեն ասում, որ ինվալիդ աղջիկ է, որ կարայիք աշխատեի, աշխատել եմ, բայց մեծ վիճակով եմ։ Վանաձորցիներից շատերը քաղաքի տարբեր անկյուններում տեսած կլինեն այս մարդկանց։ Նրանք գումար աշխատելու իրենց տարբերակն ունեն։ Մարդկանց խղճահարությունն առաջացնելով են հոգում առօրյա ծախսերը։ Ոմանց խիղճ ասվածը ստիպում է նեղություն տալ սեփական գրպանին, ոմանք էլ նախընտրում են հարուստ բառապաշար գործի դնել, հայհոյել ու հեռանալ։ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ամեն օր կարելի է հանդիպել գումար մուրացող այս երկու կանանց։ Արևի հետ դուրս են գալիս, եկեղեցի մտնողներին օրհնում, բարեմաղթում եւ հույսով սպասում մարադրամների հարազատ ձայնին։ Սա նրանց հիմնական եկամտի աղբյուրն է։ Եթե հնար եմ ունենալ, ցավը տանում չէի գա այստեղ կանեի։ Ես հնար չունեմ, հնարավորություն չունեմ, 30,000 ոնց ապրես, հիվանդ երեխա պայմեն, հիվանդանոց տանեմ, չեմ կարա, ոչ մի բան։ Շորերս, որ հանում եմ դնում եմ, սաղ բորբոսնում է, դաժե ուտելու քեվ բորբոսն էլա։ Ի տարբերություն ընկերուհու Կարինե Բաղոյանը օրվա հացը հոգում է ոչ միայն մուրացկանությամբ, այլև փողոցներ մաքրելով։ Ստացված եկամուտը սակայն, ինչպես ինքն է ասում, չի բավականացնում անգամ առօրյա նվազագույն ծախսերը հոգալու համար։ Հա, աշխատում եմ, բայց այդքան հնար չկա, 30,000-ով դու ոնց կարած բարձ տաս։ Հա, տան վարդամ բանը ջրի ու մեկ էլ լսի փող տալիս եմ, բայց ուտելիքը հետնել է երեխան էլ հիվանդ է, իմ աշխատանքն էլ ամիսը մի անգամ տալիս է, ես չեմ ամիսը, եթե անցալ գնեմ, օտարապես ես չեմ կարա, ես 30,000-ով հնար չկա երկու երեխա պահելու։ Հոգալը կարում եմ, հնարավոր, 3,000-4,000, էլ գոյնա այդ օրը կարում եմ, էլ հացը հայթաթեմ, հայց ուտեմ, բանը գոյնա երեխին, չեմ կարա, եթե չկաղնեմ, հնար չկա։ Սեփական բնակտարածքի բացակայությունն էլ մյուս խնդիրն է, որդու հետ բնակվում է Վանաձորի հանրակացարաններից մեկում, դուստրը մորաքրոջ ընտանիքի հետ։ Էլ չեմ կարում, սաղ բոբորտնած, այդտեղ ապրել չի եղել։ Տավել եմ, բայց ապրել չի եղել, սաղ ջրի մեջ, ճապճապամա, եղածը սաղ մզեց կմզվի։ Հայարփի Մելիք-Ջանյանի պարագայում ֆինանսականին գումարվել է նաև առողջական վատ դրությունը։ Հիվանդության թոշակ եւ անապահովության նպաստ ստանալու համար պատկան կառույցների դռները պարբերաբար թակում է, ասում է հստակ պատասխան չի ստացել։ 4-ամյա որդու խնամքով սակայն պետությունն է զբաղվում։ Երեխան Վանաձորի մանկատանն է։ Այս վիճակով տեսան տարան մանկատուն ժամանակավոր, որ էլի հանում եմ էլի։ Միշտ բերում եմ, տանում եմ, ես իրանցից բողոքելու բան չունեմ։ Միայն այսօր իմացանք, որ հանրակացարանում սեփական բնակտարածք ստանալու համար կինը դիմել է սոցիալական ապահովության Վանաձորի տարածքային բաժին, պատասխանը հուսադրող է։ Մարդկության հնագույն մասնագիտություններից այս մեկն էլ երևի լինելու է քաղաքակրթության բոլոր ժամանակներում։ Հանուն արդարության նկատենք մի բան, եկամուտը, որ ունենում են այս գործով զբաղվող շատ անհատներ, չեն ունենում անգամ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ ունեցող շատ քաղաքացիներ։ Սեյնե Սերոփյան, Մարիամ Գալոյան, Վանաձոր հեռուստաընկերություն, լուրեր։